Մերձավոր արևելքում ընթացող Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածության ֆոնին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի վրա։ Այն համարվում է աշխարհի ամենակարևոր նավթային փոխադրման ուղիներից մեկը։ Այդ նեղ ջրային ուղով օրական անցնում է մոտ 20 միլիոն բարել նավթ, ինչը կազմում է համաշխարհային նավթի սպառման շուրջ 20%-ը։ Պատերազմի սկզբում Իրանը սպառնաց, հետո արդեն մասամբ սահմանափակեց նավերի անցումը նեղուցով։ Համաշխարհային տնտեսության համար սա լրջագույն ցնցում է։ Մերձավոր արևելքի ցանկացած հակամարտություն մեծ ազդեցություն է թողնում էներգակիրների գների վրա եւ Իրանի դեմ այս պատերազմը նույնպես չէր կարող իր ազդեցությունը չթողնել էներգակիրների գների համաշխարհային այս տատանումների վրա։ Նշեմ, որ այդ տատանումները պայմանավորված են նրանով, որ Իրանը խոշոր էներգակիրներ արդյունահանող երկիր է, սա մեկ գործոն։ Երկրորդ գործոնը այն է, որ պատերազմը ընդգրկում է ոչ միայն Իրանը, այլ նաև արաբական մյուս երկրները, Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Քուվեյթը եւ մնացած երկրները, որոնք նույնպես էներգակիրներ արդյունահանող եւ արտահանող երկրներ են, եւ դրան գումարած նաև այն, որ Իրանը իր վերահսկողության տակ է պահում Հորմուզի նեղուցը։ Վերջին տվյալներով նավթի գինը բարձրացել է $100-ից $112 մեկ բարելի համար։ 1970-ականներից հետո սա համարվում է ամենամեծ էներգետիկ ճգնաժամերից մեկը։ Հորմուզի նեղուցը մասամբ փակ է եւ իրանական կողմը թույլ է տալիս միայն այն երկրներին, որոնք իր հետ համաձայնեցնում են, եւ այդ երկրներն օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, մի շարք կարող են եվրոպական երկրներ լինել, մնացածի համար փակ է։ Սա միանշանակ իր բացասական ազդեցություն է թողնելու էներգակիրների գների թանկացման վրա։ ԱՄՆ փորձում է ստեղծել միջազգային նավատորմ նեղուցը պաշտպանելու համար, միայն թե նախօրեին ՆԱՏՕ անդամ պետություններից շատերը հստակ հասկացրեցին, որ այս պատերազմին խառնվել չեն պատրաստվում։ Եվրոմիության երկրները կամ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները լավ հասկացել են, որ սա իրենց պատերազմը չէ, եւ մտնելով այս պատերազմի մեջ իրենք բավական լուրջ տնտեսական կորուստներ են ունենալու, արդեն իսկ մի անգամ մտել են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ եւ արդեն իսկ ունեն կորուստներ, քանի որ զրկվել են ռուսական էժան էներգակիրներից։ Հիմա երկրորդ այսպես պատերազմը նրանք հասկացել են, որ չարժի մտնել, որովհետև կարող են զրկվել հերթական անգամ էժան էներգակիրների մատակարարումներից։ Ինչ սպառնալիքներ կարող է ունենալ այս հակամարտությունը համաշխարհային տնտեսության վրա, տնտեսագետ Սուրեն Պարսյանը դրական կանխատեսումներ չունի։ Էներգակիրների գների թանկացումը ունի համաշխարհային տնտեսության վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Օրինակ նույն Ռուսաստանի պես երկրների պարագայում իրենք օրական լրացուցիչ 150-ից մինչև $200 միլիոն օգուտ են ստանում։ Իսկ բացասական կողմը կայանում է նրանում, որ դա դանդաղեցնում է տնտեսական աճը։ Նույն Հնդկաստանում, օրինակ Թայլանդում, Չինաստանում բավականին լուրջ էներգակիրների գները ազդեցություն են թողել տնտեսական աճի վրա։ Նրանք փորձում են սահմանափակել ծախսերը, խնայողական ռեժիմ սահմանել, սա իր բացասական ազդեցություն է թողնում այսպես համաշխարհային տնտեսության տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Հայաստանն այս գործընթացներից անմասն մնալ չի կարող։ ԱՄՆ-ի առևտրային Օրերս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահն էլ ասուլիսի շրջանակներում տարածաշրջանային լարվածության շարունակման դեպքում Հայաստանում 1.2-ից 1.7% գնաճ կանխատեսեց։ Քանի որ Հայաստանը էներգակիրներ ներկրող երկիր է, եւ մենք հիմնականում էներգակիրներ ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, մասամբ ներկրում ենք Բուլղարիայից, Ռումինիայից, Վրաստանից եւ վերջի շրջանում նաեւ Ադրբեջանից։ Ներկրումները այս էներգակիրների թանկացման ֆոնին եւս թանկանալու են, այսինքն այնպես չէ, որ ամբողջ աշխարհում նավթը թանկանալու է, ռուսական կողմը շարունակվելու է նույն գնով մեծ մատակարարը։ Տնտեսագետի կարծիքով Հայաստանը պետք է գտնի այլընտրանքային լուծում, Ռուսաստանի հետ բանակցել է պետք։ Նման օրինակներ շատ են եղել, երբ օգտվել ենք զեղչերից։ Դրան գումարած պետք է փորձենք տրանսպորտային ծախսերը նվազեցնել։ Օրինակ տրանսպորտային ծախսերի նվազեցման լավ ուղի կարող է լինել Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապի վերականգնումը, թեկուզ կարծաժամկետ կտրվածքով, որը թույլ կտա Վրաստանով բեռների փոխադրումները չիրականացնել, այդ ծախսերը չանել։ Այսինքն մենք ունենք բավական լուրջ մտահոգվելու առիթ, քանի որ էներգակիրների թանկացումը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ գնաճի
եւ թանկանալու են Հայաստանում արտադրվող մատուցող բոլոր ապրանքներն ու ծառայությունները։ Չկա ապրանք ու ծառայություն, որի մեջ չօգտագործվի վառելիք։ Ստացվում է հակամարտության երկարաձգման դեպքում մենք ունենալու ենք շղթայական թանկացում, իսկ պատերազմը մտել է նոր, ավելի վտանգավոր փուլ։ Իսրայելը հարվածներ է հասցրել արդեն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանը պատասխանում է Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների օբյեկտներին հարվածելով։ Կան հրդեհներ և լուրջ վնասներ նավթագազային ենթակառուցվածքներում։ Իրանը արդեն բացահայտ ասում է, որ կարող է հարվածել ամբողջ տարածաշրջանին, իսկ Հորմուզի նեղուցը փաստացի փակ է, նավերի անցումը գրեթե կանգնած է։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։